Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, մեր հերթական հաղորդումն է եւ սա հայացք Երևանից հաղորդաշարն է։ Ուրեմն, ինչպես որ նկատում եք, մենք աշխատում ենք լինենք մեր կյանքին հանընթաց եւ կուսակցության տեսակետները, եւ ոչ միայն կուսակցության տեսակետները, այլ նաեւ տեղեկատվություն եւ նման բաներ փոխանցել ձեզ հետ լինել հաղորդակցության մեջ, ասել այն, ինչ որ մենք մտածում ենք, աշխատելով ձեզ չխաբել, աշխատելով պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, որ նույն ինքն է հիմնականում պաշտպանել հայության ազգային պետական շահերը, ազգային շահերը աշխարհում մեկ։ Դրա համար ասեմ ձեզ, ամեն անգամ մենք երբ որ նախապատրաստում ենք այս եթեր դուրս տալը, չկա ուրեմն օր, որ մենք չխոսենք մտովի ձեզ հետ մեր գրասենյակից, դուք լինեք, չգիտեմ, Կալինինգրադում, լինեք ուրեմն Կարելիայում, լինեք Մոնրեալում, եւ այսպես էլի աշխարհագրությունը մեր շատ մեծ է, եւ դա այն դժբախտության հետ կապ ունի, որ ժամանակին մենք դարձանք աշխարհասփյուր ժողովուրդ, մեր կամքից անկախ, ցեղասպանություն, տեղահանություն եւ նման բաներ, եւ նաեւ երրորդ հանրապետության անշնորհ կառավարում, գիտեք, ինչպիսի բան հետսովետական տարիները, ինչպիսի դաժան տարիներ էին սովորական ապրուստ հայթայթելու եւ այլն, մի խոսքով։ Դրա համար ողջունում ենք բոլորիդ, բայց մենք գիտենք մի բան, ես ես հիշեցնել եմ տարիներ առաջ, հատկապես պատերազմից առաջ, որ ես ունեի իդեա ֆիքս եւ անընդհատ երևի ամիսը մեկ կրկնում էի, որ մենք պետք է դառնանք ուրեմն ցանցային պետություն, մենք կարող ենք դա դառնալ ցանցային պետություն եւ աշխարհում մեկ համախմբենք, եթե ներկայ չենք կարող ապահովել։ Բայց իրադարձությունները մեզ այնպեսի խորձանուտի մեջ մղեցին, որ պատերազմում պարտություն, սպառնալիք Հայաստանի պետականության կորստի համար եւ պայքար հայ ժողովրդի համար տարբեր ոլորտներում, նաեւ ազգային ինքնություն կորստի դեմ կռիվ, այդպես ասենք, էլի։ Հիմա կարող եմ ասել հետեւյալը, որ մենք որոշակի կայունություն, ինչի մասին տարիներ շարունակ ես ձեզ հետ խոսել եմ, Հայաստանի Հանրապետությունում ունենք որոշակի կայունություն, սոցիալական կյանքը որոշակի իմաստով, եթե շատ ընդգծված չէ, բայց ունի տեղաշարժ դեպի դրականը, դա պետք է ասել, իհարկե դա մեզ չի բավարարում, դժգոհությունները շատ են, բայց նախկին վիճակը չի։ Էլ չեմ ասում, եթե հանրային կյանքի ոլորտներ վերցնենք, դուք տեսնում եք, որ հանրապետությունում այն ոսկե բարի խայտարակությունից, ապստամբական շարժումից հետո, սրբապիղծ շարժումից հետո երկրում քաղաքական կյանքը քիչ շատ բարելավվել է, սոցիալական կյանքը կայունացել է, մարդիկ շատ ավելի հանգիստ ամերվային վիճակով են ապրում, փորձում ենք գտնել զարգացման երկ եւ այսպես ասել նաեւ երկրում ճանապարհաշինություն, ես ես որպես 5 տարի, 6 տարի է մի ուրեմն կուսակցի, որ գիշեր ցերեկ ամեն շաբաթ ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում է կամ Սփյուռքում կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա բնակավայր, որը ասֆալտապատ ճանապարհով ուրեմն հիմնականում միացած չլինի մայրաքաղաք Երևանի հետ, եւ այսպես էլ չեմ ասում մսուրներ, մանկապարտեզներ, դպրոցներ, ով որ դպրոցի եւ ուղեղի հետ կապ չունի, հայվան կարող է դուրս տալ, ասել, որ այս հեռավոր տեղում կարելի է դպրոց կառուցել, իսկ Բիսմարքն ասում էր Գերմանիայի կանցլերը, որ եթե ուզում եք Գերմանիան վերականգնվի, առաջի հերթին պետք է դպրոց կառուցեք, նույնիսկ սառույցի վրա, որտեղ մարդը չի ապրում, հետո կապրեն։ Եվ խոսքով դրականն ու բացասականը իրենց խառնուրդով, ես կարող եի ասել դեպի դրական միտումով, դուք կհիշեք, որ երբեք ես ձեզ չեմ լացացրել, երբեք վատ տեղեկատվության վրա չեմ կանգնեցրել, կներեք արտադրության համար եւ տեսել եք, որ կյանքը այդուհանդերձ ինչ որտեղ տանելի է տարել, բարելավում է եւ այլն։ Հիմա այսօր ինչ ասեմ, մեր գնահատականով արդեն ժամանակն է, որ մենք մտածենք ազգային միասնության մասին։ Միշտ էլ մտածել ենք, բայց 44 օրյա պատերազմի աղետալի պարտությունից հետո մենք ոչ թե մտածում էինք ազգային միասնության մասին, այլ մեր բոլորի կարծում եմ մեր հիմա 90-100%-ով մենք լծված էինք մեր պետական մեքենան փրկելու, մեր անկախությունն, ազատությունը պաշտպանելու, բանակի վերափոխումներին օժանդակելու, որի մասին բնական է չենք խոսում, եւ նման բաներ։ Հասկանում եք ոնց է, հա։ Հիմա եկել է ազգային միասնության մասին խոսել, բայց ես ուզում եմ կուսակցության տեսակետն ասել։
Մենք ազգային միասնությունը հասկանում ենք առանց մաֆիայի, ազգային միասնությունը հասկանում ենք առանց Ղարաբաղյան կլանի պարագլուխների, առանց կլանների, եթե կլանները պիտի մնան, եթե պիտի մնա ուրեմն օտարահպատակ մարդկանց ինչ-որ ազդեցիկ դիրքերում մարդկանց որոշակի խումբ, որոնց ուրեմն չպիտի կարողանան զսպել, այդ ազգային միասնությունը ֆիքսիա է, չի լինելու։ Ուրեմն հաստատ իմացեք հետևյալը, ազգային միասնություն կարող է լինել հանրապետության ներսում եւ հանրապետությունից դուրս նաեւ արդար հասարակության մեջ։ Եվ չկան բտեշխներ, տեսնում եք, զզվում եք, ես գիտեմ ինձ նման դրանց դեմքերը տեսնելուց, որոնք ուրեմն անբարո ուրեմն ծերեթելու, ինչպես ասում են, մակեզերին կանգնողի նման լպիշ տեմպով խոսում են արդարությունից, հայրենիքից, պետությունից եւ այլն, պետությունից շատ քիչ է ուրեմն խոսում, որտեղ Պուտինն արգելել է Հայաստանի պետություն ունենալ է, իրենք դրա անասնական բնազդով են զբաղվում, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանում պետություն ունենալու, դրանից քիչ են խոսում։ Դրանք խոսում են հայրենիքից, ազգային մենթալիտետից եւ չգիտեմ ինչից, ավանդույթների պաշտպանությունից եւ այլն։ Հիմա այստեղ մի բան եմ ասել, որտեղ այսօր Եվրոպահայերի մոտ մի բան է եղել, պայքարի ալիք են բարձրացնում ազգային ինքնությունը պահելու համար։ Ինձ մոտ հարց է առաջանում, բարձ է եկեղեցու բարակայով եւ բարձ է որ տարեկին ուրեմն ուզուրպատորի հակապետական, հակահայկական խումբը ռուսական ազդեցության տակ պահելու մասին է խոսքը։ Հիմա հարց է, ազգային մենտալիտետի մեջ մտնում է կաթողիկոսի վրա այն մեղադրանքներ, որը կապված է սրբապղծության եւ այլնի հետ եւ ուրեմն մնացած մաֆիոզ եւ այն մեղադրանքների հետ, որի մասին խոսվում է, ինչ որ ասվում է։ Մեր ազգային մենտալիտետի մեջ մտնում է, որ բարձր հոգևորականության մեջ պետք է լինեն ռուսական շպիոններ եւ այլն։ Ես կարծում եմ, որ եւ կարող եմ շարունակել այս շարքը, ասում ենք, եթե ազգային մենտալիտետը իրենք այդպես են հասկանում, իրենք հաստատ այդպես են հասկանում, հակադրվելով պետական իշխանության, անկախության ու Հայաստանի ազատության, որտեղ սրանցից մի մասը աբիժնիկներ են, հույս ունեին հեղափոխությունից հետո պիտի Եվրոպաներից, Ասիաներից, չգիտեմ ինչ չոլերից հրավիրեին, որպեսզի բարձր պաշտոններ զբաղեցնեին, ունել վարչապետի պաշտոնից ոչ ցածր, թե վարչապետի պաշտոնն մի պաշտոն է, մի հոգի է զբաղեցնում, չի ստացվում։ Ուրեմն այդ բարակայում այս կատաղի թշնամությամբ ազգային մենտալիտետի պաշտպանողներն են։ Հիմա սրբապղծություն ազգային մեր մենտալիտետի մեջ է, եթե մտնում, բարձր որ ինձ նման ազգաբնակչություններ 99%-ը հրաժարվում է նման ազգային մենտալիտետից։ Այնպես որ սպեկուլացիա պետք չի անազնվություն, պետք է հստակ ասել, այ Շարլ Ազնավուրի նման, Շարլ Ազնավուրը ատում էր հայկական մաֆիան, թեքում էր վերեքը մաֆիայի եւ գիտեք նրա հայտնի խոսքեր ինչ էր ասում էր այ ողորմելիներ, մաֆիա եք ուզում խաղալ, ուրեմն դա 2010 թվականներից հետո էր, գնացեք ուրիշ երկրներում մաֆիա խաղացեք, այդ ձեր մաֆիան պետք է ցեղասպանությունից մազապուրց հազիվ պետականության հասած ժողովրդի մեջ խաղաք, ուրեմն մեր լոզունգը այդտեղ կարող է լինել կամ առանց Ղարաբաղյան կլանի Հայաստան, առանց ռևանշիստների, ֆաշիստների, ծայրահեղականների Հայաստան, որովհետև սրանք ռուսական սերսկումով են ուրեմն իրենց լավ զգում եւ նման Հայաստան, այ ընդհանուր առմամբ այսպես է, արդար Հայաստան, ներդաշնակ Հայաստան, որտեղ մարդիկ կապրեն ապահով, ինչքանով հարուստ կապրեն առայժմ անհայտ է, բայց բավարար չափով ազգաբնակչությունը կապահովված կապրի եւ այլն, եւ հասարակությունը կլինի ներդաշնակ եւ հարմոնիկ հասարակություն, սիմֆոնիկ հասարակություն եւ այսպես ուրեմն, այնպես որ պետք չի այսպես հիմա բանանել, ուրեմն նախորդներից թափով կան Հայաստան եւ ուրեմն բանի ոնց ասեմ, մանիպուլյացիաների ձևով խոսել արդարության, հավասարության մասին, իրենց հետ ունենալով անարդար կյանք, անհասկանալի կենսագրություն, առավել ևս անհայտ ցանկություններ ու ուրեմն նպատակներ, ճամարտագություններ բնական այստեղ չեն կարող օգնել։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ես մի երկու բան ուզում եմ ասել հատկապես Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, որոնք իմիջիայլոց ասեն Ռուսաստան հետ մեր ունեն շատ ծեր կապեր, շատերը, որոնք կան նաև Ռուսաստանից վերադարձած հայրենակիցներ, որոնք կուսակցության անդամներ են տարել եւ այլն։ Հիմա տեսեք հարցը ինչի մեջ է, ժողովուրդ ջան, որը մեկը Ռուսաստանի դարտով ոչ ապրում է Հայաստանում, ոչ էլ տառապում է։ Մեր ուզած այն է, որ այդ հրեշը մեզից հեռու մնա եւ մեզ հանգիստ թողի։ Դուք տեսնում եք, որ չի թողում հանգիստ եւ կարծես ուրեմն ուղղակիորեն ուզում է Արցախի
Արնակամ եղած վիճակից հետո նաև հայ ժողովրդի համար ապահովել ճակերտավոր վատթար կյանք։ Եվ նաև հիմա սա իր ուզածն է, դա ուրիշ հարց է, բայց մեր ուզածն ինչ է։ Մենք ուզում ենք, որ լինի հայրենադարձություն ժամանակին, բայց հասկանում ենք նաև, որ մեր օրերում Հայաստանի Հանրապետություն, հայրենադարձություն մեծ մասշտաբներով ոչ միայն հնարավոր չի, այլ նաև դժվար է ընդհանրապես, եւ շատ դժվար է տասնյակ տարիներ մարդկանց կյանքը, որոնք ստեղծվել է դաժան աշխատանքով, մենք հիշում ենք, ինչպիսի արտագաղթ էր Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի դժանտակ կառավարման տարիներին, Սերժի ժամանակ գիտեք մառախուղ էր, ոչ մեկը չէր ջոկում, կարծես ուրեմն թմրած վիճակն էր, ուրեմն սրանից հետո որը մեկը մեղադրել չի կարող մեկին, թե ինչու ես գնացել եւ այլն, ուրիշ բան է։ Մենք իհարկե գոհ ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրի, բայց ինչն է խնդիրը։ Այդ երկիրը անգում է գնում, եւ դա ոչ մեր ցանկությունով է, ոչ իրենց ցանկությունով է, եւ ոչ էլ ուկրաինացիների ցանկությունով է, իհարկե ուկրաինացիների հարվածի տակ է։ Եվ այդ իմաստով մենք պիտի կարողանանք օբյեկտիվ գնահատենք Ռուսաստանի վիճակը, որովհետեւ մեր հայրենագիցների շատ մի զգալի մասը ուրեմն ապրում է Ռուսաստանում, աշխատում է Ռուսաստանում եւ գտնվում է պուտինյան պրոպագանդայի մամլիքի տակ, որը կարող եմ ասել, եթե հակահայ չի, հակահայաստան է։ Դուք նկատի ունեցեք, հակահայաստան եւ հակահայ լինելը տարբեր բաներ են։ Ուրեմն ցարերը միշտ խրախուսել են հայության արտագաղթ կամ ներգաղթ Ռուսաստան, գնան իրենց համար աշխատեն, փոշու նման հալվեն, ոչնչանան գնան, բայց մեր նպատակը բոլորովին դա չի։ Կրկնեմ, ներգաղթը շատ կարևոր է, բայց այնքան ինչքանով հնարավոր է, բայց ազգային ինքնության պահպանության խնդիր ունենք։ Մեր առաջարկն այնպեսին է, որ ձուլումը եւ ոչնչացումը, ուրեմն այդ հսկա անխառնարանում դանդաղ լինի կամ չլինի, իհարկե կուզենայի, որ չլինի, բայց դա մենք գիտենք, որ դա հնարավոր չի։ Բայց մի բան պիտի ասեմ, ես օրինակի համար ասեմ, հիմա ով ինչ որ ասել են, կարծում եմ որոշ մարդիկ կհիշեն։ Նախանցած տարի նախկին Շամշադինի շրջանի Չինարի գյուղում էի, եւ Չինարի գյուղի ազգաբնակչությունը Ստավրապոլիս, Կրասնոդարից, հիշում եմ, Բելգիայից, Կանադայից, ով ուր հասել էր ժամանակին Քոչարյան Ռոբերտի ռեժիմից փախնելուց հետո, ուրեմն սրանք ուրեմն եկել էին եւ դե խնջույք բարձ է, հայկական իրականությունին չէ տեսնել, խոսել եւ բանը, ես մի ուրեմն ինչ ունեի, որը հիմա կկրկնեմ, նույնը կրկնելու եմ, կարծում եմ ժամանակին դա հաջողություն ունեցավ, որոշ մարդիկ էլ ասին, որ այդպես արել են կամ նման մի բան։ Ես ասում եմ, լսեք, ձեզ ոչ մեկը չի ասում, եկեք վերադարձեք ձեր կամքին հակառակ, բայց ես ասում եմ, որ ձեր կապիտալը տեղափոխեք Հայաստան 80%-ով, նման թիվ եմ ասել, 20%-ով պահեք ձեզ մոտ, որպեսզի ապրեք, ստեղծագործեք, աշխատեք, բայց ճգնաժամի վիճակում կարողանաք վերադառնալ ապրուստով ապահով Հայաստանի Հանրապետություն, որտեղ կյանքը հաստատ շատ ավելի լավն է լինելու, քան 2 տարի առաջ էր։ Այնպես որ ուզում եմ ասել, այսօր մեր ազգային միասնությունը դա է, մենք պետք է կարողանանք, որ գոնե մեր ինքնությունը պահենք, բայց մենք մեր ինքնությունը չենք կարող պահել հակահայաստան տեսակետով։ Հա, գնանք կանգնենք, չգիտեմ, որ չորերում աշխարհի եւ Հայաստանի իշխանության պետության դեմ, ուրեմն ակցիաներ կազմակերպենք խայտառակ ձևով, իբրև թե եկեղեցու պաշտպանության ուրեմն կարգախոսի տակ։ Ես ձեզ բան ասեմ, Հայաստանի Հանրապետությունում ոչ մեկը տվյալ բարակային բարձ է, ես նկատի ունեմ նրանք, ովքեր հեղափոխություն արեցին, ովքեր հեղափոխության գործեին, որոնք վերջին հաշվով տապալեցին ռեժիմը, ռոբերտասերժական ռեժիմը, ինչպես դուք եք ասում, եւ սրանց նպատակն ինչն է, ուրեմն եկեղեցու հակապետական գլխամասը վերադարձնել հայ ժողովրդին, որովհետեւ մենք ունենանք իսկապես հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի, եւ այդ հարցի հանգուցալուծումը կարծում եմ շատ երկար չի տևելու, ես այս առումով քննադատում եմ եւ դժգոհում եմ իշխանությունների գործողության արագությունից եւ հասարակության։ Մեզ շատ շտապ եկեղեցին կարգի բերել է պետք եւ Գարեգին ուզուրպացված իշխանությունը հայ ժողովրդի վերադարձնելու անհրաժեշտություն անենք եւ սա անյետ բայ է։ Եվ կաննել այդ բոլորը բլեֆաներ, սուտը, ինձ թվում է չեկիստներ են սրանք, կագեբեիչնիկներ նախկին խոսքով ասած, կանգնել են Հայաստանի եկեղեցին պառակտված եւ այլն։ Նախ մեկը շատ լավ նկատել էր Արամ առաջինին նկատի ունենալով, Արտիլիասի թեմը, բանը, գահը նկատի ունեն, առաջին պառակտողը ինքն ես։ Հայաստան աշխարհում ուրեմն Հռոմի պապի իշխանությունը տարածվում է միլիոնավոր մարդկանց վրա, բայց աշխարհում կա մեկ Հռոմի պապ,
ուրեմն հայ ժողովուրդը մի քանի միլիոն է աշխարհում մեկ, մի Էջմիածնի կաթողիկոսությունը, որը Գրիգոր Լուսավորչի տաղն է, սրանից ավելի մի հատ էլ Արամ առաջի կաթողիկոս։ Ես առաջարկում եմ պառակտումը դադարեցնել եւ Անտիլիասը ուրեմն որպես հավասար այնպիսի ուրեմն համայնքներ, ինչպիսին են, ասենք Երուսաղեմին է, աթոռներ ինչպիսին Պոլսինն է, եւ այլն միանալ եւ կաթողիկոսական տիտղոսից հրաժարվել։ Պառակտումը դադարեցրեք, ովքեր որ շարունակում եք։ Եվ այսպես, երբ մենք գիտենք, որ այդ Հայաստան այդ շարժման մեջ գլուխ են կանգնել դաշնակցությունը կամ դաշնակցության հարակից ուժերը։ Ուրեմն դադարեցրեք եկեղեցու պառակտումը։ Իսկ մնացած երկրորդ մասը վստահ եղեք, որ հիմա իշխանությունը չի ասում, բայց ես իշխանություն չեմ, իշխանության խնդիրները չունենք եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն ասում է. ուզում եք ձեզ պառակտիչների մասին պատով տվեք, պատը գլխը ներողը Էջմիածինը պետք է ռուսական ԿԳԲ-ի ազդեցությունից դուրս բերվի եւ բերվել արդեն։ Եվ ես վստահ եմ, որ ուրեմն այդ մեր եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների հիմնական մասը մեր տեսակետն է պաշտպանում, չնայած այսօր դրա մասին չի խոսում։ Ուրեմն վստահ եղեք, որ մի պատից պատել ձեզ մի խփեք, հետքյատներ չպատմեք Հայաստանյաց առաքելական եկեղեցին, ինչ է, հազար մի բան է հրապարակում, մեկի բերանը չի բացվում, ասի, բատա արքեպիսկոպոսի վարքագիծ է, հատա նման ապրելակերպ է, եւ այսպես հազար մի բաներ, ուրեմն Անտիլիասին պառակտումը դադարեցրեք, աթոռը վերացրեք, դարձեք այնպիսին ինչպիսին, որ Երուսաղեմն է, ինչպես դարեր առաջ է եղել, իմիջայլոց ասեմ, մինչև 1956 թիվը, որ ուրեմն եկեղեցին կիսվեց, եւ այսպես ուրեմն այդ տարբերությունը վերացրեք նայեն այդ պայքարը, որովհետեւ մինչև դուք հակապետական այդպիսի ելույթներ ունենաք, խանգարեք, ես վստահ եմ, որ Գարեգին ուզուրպատորը հրաժարական տված կլինի եւ գնացած կլինի, եւ մեր հոգեվոր դասը, մեր եպիսկոպոսները, հոգեվոր խորհուրդը, չգիտեմ ովքեր որ կենթանի շունչ ունեն եւ հայրենաշունչ է իրեն շունչը, վստահաբար կընտրեն նոր տեղապահ, կլինի նոր ընտրություններ, մենք բոլորս միասին, ովքեր որ Հայաստանի պետություն եւ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի են ուզում, մենք կվերաշինենք մեր եկեղեցիներն, մեր եկեղեցիներն եւ այդ բոլորը կդրվի բացառապես Հայաստանյան եւ հաջորդ իշխանության տակ ռուսական ազդեցությունը մեռնելու է, ուզում եք Կոպերկինի հետ ինչ ուզում եք արեք, ուզում եք գլխների տրեք, ուզում եք հուսերի տրեք, մանեկեք եւ այստեղից ընդդեղից էլ այդ հեքիաթները չբացնեք։ Ուրեմն սա փակում ենք հարցը։ Ես կարծում եմ, որ իշխանությունը պետք է արագացնի այն process-ը, որը սկսվել է, եւ ուզուրպատորը պետք է հեռանա, ընդմիշտ պետք է հեռանա։ Իհարկե ցանկալի կլիներ, որ այս աղմուկը չլիներ, ինքը սկզբից պայմանավորվեր, եկեղեցու անունը չշոշափվեր, եկեղեցուց էլ այսպիսի կներեք, իբրև թե եկեղեցական այս աղբը դուրս չկար, ինչ որ դուրս է գալիս, խայտարակությունն է, ինչ որ գիտեինք, մենք երեխի մանկական բան ենք ունեցել, գիտելիքներ տեղեկալ, ինչ որ հիմա խոսվում է, դուրս է ասում, ընդհանրապես երևակայությունից դուրս է։ Դա նշանակում է շատ շտապ մեր եկեղեցին պետք է կարգի կա այն չափորոշիչներին, որ Գրիգոր Լուսավորիչը սահմանել է։ Խոսքս ավարտում եմ հետևյալ համեմատությունով, որովհետեւ չլինի օդի միջից եմ խոսում։ Դուք հիշում եք Սև լճի ամենավատ օրերը։ Ես դա Սև լճ օրինակ եմ բերում ինչու, որովհետև ես գիտեմ, դուք եք ինձ հավանաբար, եթե չգիտեք իմացեք, որ Սև լճի օրերին Հայաստանում պետական կյանքը կախված է մարզից։ Հայաստանի բանակ եւ վիճակիչեր գործողությունների, եւ չեմ ասում, որ գեներալների հսկա մի բան ԿԳԲ-իչնիկ սերժանտներ, որոնք հայկական բանակի գեներալի ուսադիրներով էին, աշխատում էին Ալիևի օգտին Մոսկվայի թելադրանքով, դա փաստ է, չէ՞, կարող է հերքեք։ Ուրեմն այդ օրերին էր, երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուրեմն գլխավոր շտաբից գեներալիտետը, որտեղ ես իշքան գիտեմ, նույնիսկ մի գեներալ, թե երկու գեներալ են եղել, որ հրաժարվել են հրաժարականի պահանջներ կայացնել, այդ օրերին հրաժարականի պահանջը նշանակում էր Հայաստանի Հանրապետության պետականության լիկվիդացիա։ Ուրեմն բոլորը այն գլխավոր շտաբը, որ խայտարակ ձևով պատերազմը տանուլ էր տվել, որի գեներալիտետի գիտելիքը, բարոյական ուժը, այդ բոլորը ձեր աչքի առաջ էր եւ որից վզին է մնում, սրանց վզին է մնում մեր բանակի այդպիսի ծանր կորուստները, տարածքի կորուստը, Արցախի տեղահանությունը հենց առաջին մեղավորը Հայաստանի Հանրապետության բանակի
գլխավոր շտաբն է, այն շտաբը նկատի ունեմ, որոնք ստորագրեցին հրաժարականի պահանջը։ Բա թիկունքից ինչու որտեղ Մոսկվայից այդպես էին սերժանտ եֆրեյտորներին հրավիրել, որոնք Հայաստանում հասել էին դղյակների, գեներալական ուսադիրների, հələ ուսադիրների վրա էլ ոսկե աստղեր։ Ես վերջերս եմ լսել, որ սրանք հատուկ տեղ են ունեցել իրենց ուղեղը ոսկի դարձնելու փոխարեն, համեստ կյանքը ոսկի դարձնելու փոխարեն ուսադիրները ոսկի աստղերով են սարքել։ Ուրեմն սրանք հրաժարական են պահանջում եւ դանակահարում են, տորպեդահարում են Հայաստանի պետության գոյությունը, բայց հետո դուք գիտեք, կներեք բառիս համար լավ են խազագիր գրեցին։ Այդպես հրաժարվեցին հրաժարական պահանջողները։ Հետո ապստամբվեց արտաքին գործերի նախարարության գլխամասը, նախարար, փոխնախարարներ, բաժնի վարիշներ եւ այլն։ Պատկերացնում եք, եւ դա նորից Մոսկվայի պահանջով, որպեսզի տապալվի Հայաստանում իշխանությունը։ Եվ այսպես հետո եկավ սրբազան շարժում, սրբապիղծների կողմից, երբ որ ցարվեց Հայաստանում ստեղծել կրոնապետություն, խայտարակություն է, մեր ժողովուրդը նախ մոլեռան ժողովուրդ չի, եւ երբ կաթողիկոսի գլխավոր եպիսկոպոսի գլխավորությամբ Հայաստանում իշխանություն։ Դուք պատկերացնում եք, եւ այս Գալստանյաններ, չգիտեմ ինչեր, սրբազան շարժում եւ այլն։ Այո, սրբազան շարժում հանուն Մարիա Զախարովայի, այս շարժումն էլ տապալվեց։ Եվ հա տեսան, որտեղ կար բնական է մաֆիայի կամ Ղարաբաղյան կլանի հետ սերտաճած Գարեգին ուզուրպատորի շունչը կար, որից հետո տեսան ճար չկա, եկել եկեղեցի եւ այլն։ Ուրեմն ինչ է նշանակում։ Հերթով կարող ենք ասել, ես էլ այս փորձությունն էլ անցավ, թափը կոտրվեց, դուք տեսնում եք վերադարձին, հա, ուրեմն Մարսելից վերադարձին, մի 300 ղորման, մեծ մասին ես լրագրամիջոցները եւ իրենց ենթականներ եւ այլն, եւ ժողովուրդն օրը ասեն ձեզ, ժողովուրդը պետության հետ է։ Եվ այսպես ժամանակին, գիտեք, տեղահանությունից հետո եւ Մոսկվայի հաշիվը շատ էլ դաժան էր, տեղահանություն Արցախից, էթնիկ զտում Արցախից եւ հույս ունենալով, որ Արցախահայությունը կապ ստանվի Հայաստանի պետության հանդեպ, բայց մենք տեսանք նաեւ հրաշքը։ Երևի սրանց 10%-ից են գոհ, որոնք այս կամ այն կերպ կապված էին նախկին իշխանությունների հետ, կլանների մեջ, բարձ է, Արցախահայությունը եղավ իր վերքի մեջ, իր դժվարության մեջ Հայաստանի պետականության հետ եղավ այնպիսի ինչպիսի մենք էինք եւ դա զարմացրել է բոլորին, այո, ուրեմն Արցախահայությունը մնաց Հայաստանի Հանրապետության հետ, Ղարաբաղցիները ապստամբվեցին եւ միացան Հայաստանի Ղարաբաղյան կլանին։ Եվ այդպես էլ պիտի լիներ, այնպես որ ուզում եմ ասել, այսպեսի մի հարց է, Ժորժ ջան, հարցեր եւ հիմա եթե մենք տեսնում ենք ազգային ակնհայտ է, որ ազգային միասնության հիմքերը մեզ մոտ արդեն ստեղծվել են, ժամանակն է մտածել պետության վերաշինության, աշխատանքի, նոր գաղափարների, նոր տեսակետների եւ արդար Հայաստանի քրիստոնեական կերպարով Հայաստանի ստեղծմանը։ Ինձ թվում է, որ առաջիկայում ավելի շուտ թվակ չի, պարտադիր է, որ շատ արագ կաթողիկոսի հարցը լուծվի, ինչու համար։ Հիմա բոլորի համար հասկանալի չի, լավ է մարդը նամուս ունի, թե չէ, ինչպես ասում են, ինչու չի հրաժարական տալիս։ Բարձ է, որ ինքը այլևս պաշտոնավարել չի կարող։ Ոչ Վարդանիկի վրա կարող է հույս տնել նրա կլանի, ոչ կարող Աջափ Սանտալյանի վրա հույս տնել։ Այս բոլորը հետո գնացել են իրենց բացատրությունները գրելու, իրենց ստանալու։ Չէ, ասում են դրանը դրված է, յուրաքանչյուրին իրեն է։ Յուրաքանչյուրին իրեն ասել է, բայց այս մարդին չի ուզում։ Ինձ համար ակնհայտ է։ Ակնհայտ է, որ սա մնացել է մի հույս Մոսկվայի միջամտությունը երկրի ներսում խառնակցություն, բախումներ եւ այլն իրեն ձևով կազմակերպելու համար։ Բայց ասեմ, որ հայ ժողովուրդը իր ձևով բոլորին գերեզման է ուղարկում։ Խոսքը քաղաքական գերեզմանի մասին է, որը Սովետաշենի աղբանոցի կողքն է։ Քաղաքական գերեզմանը, բարձր փակված է։ Դրա համար շտաբել է պետք, որպեսզի արտաքին միջամտությունների առիթ չլինի, թե չէ ներքին իմաստով հարցը այլևս փակված է, եւ ես ուզում եմ, ինչպես որ բազմաթիվ անգամներ դիմել եմ, մեր հոգեվոր դասին դիմեմ նրանց, ովքեր շատ իրենց կյանքն անցկացրել են առաքելական եկեղեցու հետ, նրա դերքում եւ նրա համար, իրենց ժողովրդի համար։ Ձեզ մեջ չեք կարող ուժ գտնեք, այս մարդուն հեռացնեք, մենք էլ ձեզ հետ միասին ուրեմն եկեղեցին վերադարձնենք իրական իր կոչումին եւ մեր եկեղեցին իրականում լինի այն եկեղեցին, որը արժանի է Տրտակ Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի ժառանգորդը լինելու։ Կարծում եմ, որ այս հարցը արագ պիտի փակվի եւ այստեղ ասեմ պետական շինարարության մեջ մի քիչ ցկցկել է նաեւ
հղի է վտանգներով։ Իհարկե ես հասկանում եմ, որ եկեղեցու հարցը բավականին նուրբ հարց է եւ այլն, բայց եկեղեցու նուրբ հարցը ավելի նուրբ հարց չի, քան պետականության հարցն է, սա նկատի ունեցեք։ Եվ մենք բոլորս մեր ականջների նողան ենք։ Մենք իհարկե մշակույթի ժողովուրդ ենք, անկասկած է։ Մեր հպարտությունը, մեր պահողը տարածքային այս կորուստների, աղետների մեջ եղել է մեր մշակույթը, մեր նարեկացին, մեր տաթևացին եւ այլն։ Բայց ես ձեզ բան եմ ուզում ասել, որ հաջորդի գիտակցության խորքերը ձեզ եմ առաջարկում, դուք եք ձեր հարևան, ընկեր, ընտանիք եւ այլն։ Պիտի ասվի հետեւյալը, որ նույնիսկ նարեկացու աստվածային խոսքից վերև, եթե դա կա, եթե արվեստների ավելի շուտ էսպես ասեմ, Մարտիրոս Սարյանի, Կտավից, Մինասի, Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանտոյի, ուրեմն Մեծարենցի եւ Դուրյանի արվեստներից անդին կա արվեստի մի ճյուղ, որը շատ ավելի խնգարկելի է եւ կարծում եմ իմ այդ վկայակոչած հեղինակներից ոչ մեկը դրան դեմ չէ լինի։ Արվեստը պետականաշինությունն է եւ պետականությունն է։ Սա է ծաղիկը, սա է պսակը, սա է գագաթը։ Ուրեմն նկատի ունեցեք, մենք սովորել ենք ուրեմն արվեստների տարբեր ճյուղեր զարգացնել, համաշխարհային նիշեր ենք դրանցել, բայց հիշենք, որ հին աշխարհում եւ վաղ միջնադարում մեր պետականությունները եղել են արվեստների արվեստ եւ արվեստների գագաթ։ Որ պետականություն ուզում եք վերցրեք եւ այլն, ինչ եմ ուզում ասել։ Հիմա կրկնեմ, այո, եկեղեցու գործը շատ նուրբ հարց է, անշուշտ սա հավատի հարց է, արժանապատվության, մշակույթի եւ այլն, բայց պետականության հարցը շատ ավելին է, քան կարելի է երևակայել եւ ինձ համար այս արդեն 23 թվականի աշնանից հետո շատ նկատելի է մի բան, որ ժողովրդի մեջ Հայաստանաբնակ Ղարաբաղցի այս խոսակցությունները կարծես թե դադարում են, մնում է երկու բևեր, կակկալան, մաֆիա, կողոպտիչներ, նախկիններ, որոնց դուք տեսնում եք, որոնք ռսահպատակ, ուրեմն հաճույքով իրենց ձևով քայքայում են Հայաստանի պետականությունը, բայց հաջողություն չեն ունենալու։ Իրենց իշխանությունն սրանց իր ձևով ուղարկում է այն ճեղքերը, որտեղից չեն էլ վերադառնալու հավանաբար։ Ուրեմն գողապետության վերջը եկել է, մնացածով կարծես թե մենք այս դժվարին օրերին ավելի շատ ենք դառնում միասնական մի ժողովուրդ, առաջինը հանրապետության ներսում, երկրորդը աշխարհով մեկ եւ այսպես ուրեմն մինչեւ ուրեմն այս բոլորը կարծում եմ, որ մենք նոր տարի պիտի գնանք արդեն իսկապես մաքրած afghan ախորները ռուսական լրտեսական ցանցից Ղարաբաղյան կլանի եւ սրանց հետ կապված կողոպտիչ անցյալի ուրեմն անցավորներից սրանք իսկավոր անցավոր են եւ մենք պետք է խնդարկենք գալիքի եւ եկող Հայաստանը, այնպես որ բարի գիշեր ձեզ, լավ մնացեք եւ մենք այսօր առավել քան միասնական ենք, քան ուրեմն մեզ հետ է, ես չեմ կասկածում, որ այո, հենց Ռուսաստանում ինքնության կռիվ տվող հայությունը, Ուկրաինայի ազատության դեմ համար կռվող հայությունը, որը պաշտպանում է իր արդար իրավունքը, չեմ ասում Հայաստան, որ դուք տեսնում եք միջազգային քաղաքականության լայն ասպարեզ է դուրս եկել եւ այդ լայն ասպարեզը վստահաբար դա այսպես ասենք, մենք Թրամփի ուղղով շարժվում ենք դեպի զարգացում, դեպի Հայաստանի Հանրապետություն եւ դեպի աստվածային ուրեմն ազատություն, այդպես ասենք։ Բարի գիշեր ձեզ։